Վճարումները ևս։ Դրանից հետո ուղիղ 12 օր հետո մենք 7 օր հետո մենք դիմում ենք Յունիբանկ, որպեսզի ավելի լավ վերաֆինանսավորում ենք ստացել ՎՏԲ բանկից, ցանկանում ենք տեղափոխվել այլ բանկ ավելի նպաստավոր պայմաններով։ Վարդան Աթարյանի հետ նույն օրը իր աշխատասենյակում մեր միջև կայանում է մի քիչ սուր խոսակցություն, քանզի ինքը չէր ցանկանում բաց թողել Երևանը, որպես պատշաճ եւ լավ վարկառուի։ Եվ մեր միջև կայացավ մի քիչ սուր խոսակցություն, որից հետո մենք 12 օր հետո ամսի 7-ին հունիսի ստանում ենք բռնագանձման ծանոթագիր, որ բանը կայանում է նրանում, որ մենք չենք վճարել ամբողջությամբ գումարը, 32.5 միլիոնը չի բավականացրել 44 միլիոնին, որպեսզի փակվի ամբողջ պարտավորվածությունը, եւ մենք ճանաչվել ենք ժամկետ անց։ Որից հետո մենք դիմեցինք դատարան, որպեսզի մեզ ճանաչեն պատշաճ վարկառու։ Առաջի ատյանում մեզ պահեցին 18 ամիս, 18 ամիս հետո հայտարարեցին, որ հայցը չի բավարարվում, 9 ամիս պահեցին վերաքննիչ դատարանում, այնտեղ նույն որոշումը մնաց ուժի մեջ, եւ բանկը դիմեց վերջապես սնանկության պրոցեսին։ Հին Երևանին տարան կուլմինացիոն սնանկության պրոցես։ Պատասխանատու ձևի հայտարարում եմ, որ 2.8 միլիոն դոլարը, որը որ ես վերցրել եմ բանկից, որը որ ես պատրաստ եմ եղել այս տարիների ընթացքում վճարել, եւ բանկի առաջ 2011 թվականի հոկտեմբերի 10-ին 100 հոգուց բաղկացած իմ անձնակազմով ցույց ենք կազմակերպել եւ ցույցի միակ նպատակը եղել է պաստառներով հանդերձ, հիմա կա նաեւ YouTube-ում, որ խնդրում ենք մեզ թույլ տալ վճարում կատարելու եւ դուրս գանք բանկի ճիրաններից։ Ես իմ դիրքորոշումը արտահայտել եմ բազմիցս, որ պատրաստվում եմ բարենպաստ պայմաններով, միայն թե խնդիրը կայացել է նրանում, որ ոտնահարվել է իմ 25 տարվա կառուցած ընկերության շահերը, արժանապատվությունը, իմ անձնական արժանապատվությունը որպես գործարարի։ Իմ այս տարիների միայն դիրքորոշումն եղել է այն, որ ստեղծեք բարենպաստ պայման, վճարեմ եւ դուրս գամ բանկի ճիրաններից։ Անգամ ցույցի լոզունգն է դա եղել, որը ֆիքսված է եղել 2011 թվականի հոկտեմբերի 4-ին։ Մենք արդեն իսկ հունվարի 21-ին 2014 թվականին Հին Երևան ընկերությունը ճանաչվեց սնանկ։ Եվ հիմա ընթանում է ամբողջ պրոցեսը սնանկության գործի մեջ։ Մարտի 30-ին 2014 թվականին մենք ինձանից հարցազրույց են վերցնում Ռեդնում գործակալությունը եւ մոտավորապես 10 էջ եւ տեղադրում է դա իր ինտերնետային էջի վրա, որից հետո սկսում է բանկի կողմից շատ հիստերիկ ձևաչափ, որը որ ես չեմ կարողանում բնութագրեմ դա այլ ձևով քան հիստերիկ, եւ մենք ստանում ենք անցյալ օրը նամակ, որը որ հիմա ես կխնդրեմ իմ փաստաբանները կներկայացնեն այդ նամակը, բայց երկու բառով ես ուզում եմ պատասխանեմ, որ նամակը գրված է շատ ճահճի մեջ գտնվող մարդու կողմից, շատ ամբիցիոզ, չափերն անցել են ամբողջ էթիկայի,
անցել են անձնական վիրավորանքների եւ ինձ հորդորում են դադարեցնեմ, քանզի իմ հետ կտեսնեն իրանք ոչ այնինչ այլ հաշվեհարդար։